Ընդհանուր առմամբ մարդիկ 3 հատ կարիք ունեն իրենց կյանքի մեջ, որ մենք ճանաչում ենք 3 կարիքները հոգալ։ Առաջինը, ամեն մարդ ուզում է acceptance ունենա, ընդունելություն, որ իրան ընդունենք։ Այսինքն ինչ, սիրելիներ, այսինքն սա, որ եթե եկեղեցի մի հոգի գալիս է, ասենք եկել է հարբած, շորերի վերից հոտ է գալիս, ծխած, բայց եկել է տեսնես եկեղեցին ինչ է կարող անի։ Իրան կրկենք եւ ընդունենք, ասենք լավ տեղ ես եկել, բալես։ Դու արժեք ունես Աստծո համար։ Մենք շատերս մտածում ենք, եթե մի հոգի այդ վիճակին կա, մենք իրան կրկենք եւ ընդունենք, այսինքն ուզում ենք ասենք, որ դու լավ գործ ես արել։ Այդ մի բան է, որ մենք սխալվում ենք։ Դու եթե քո երեխան դրագի մեջ է, դու իր քո սերը շարունակում ես, չես ասում, որ դու մնա դրագի մեջ լավ է։ Ընդունում ես իրան, քո սերը տալիս ես, որովհետեւ այդ սերն է, որ սկիզբն է փոխվելու։ Մարդ երբ որ զգում է, որ հույս կա փոխվելու, կարող է փոխվի։ Բայց եթե մեկին չես ընդունում, այսինքն ասում ես, Աստված էլ քեզ չի ընդունում։ Գնա կորի, գնա մեռիր։ Առաջի կարիքը սա է, որ մենք ընդունենք։ Մարդկանց ընդունելը չի նշանակում, որ ինչ որ իրանք անում են, մենք իրանց հետ համաձայն ենք։ Երկրորդը, ցավակից լինենք իրաց դժվարություններին։ Մարդկանց կարիքը դա է։ Այսօր մի մարդ ուզում է, որ եթե մետեղ խոսում է, մի բան է ասում, մի կարիք ունի, մի հոգի իր հետ ցավակցի, ասի, որ ընդունում եմ, հասկանում եմ ինչ ես անում, քո դարդը ես լսում եմ։ Սուրբ Գիրքն ասում է, իրար բեռերը մենք վերցնենք եւ այդպեսով Քրիստոսի օրենքը կատարենք։ Մի հոգի ասում է, ընկերը, բարեկամ ընկերը նա է, որ երբ որ բոլորը քեզ լքում են, դուրս են գնում, ինքն որ ներս է գալիս քո մոտ։ Մարդիկ կարիք ունեն այդպես անձնավորությունների։ Եվ երրորդ բանը assisting, օգնել մարդկանց, ֆիզիկապես օգնել, գործնական ձևի օգնել։ Ասենք մեկի ավտոմեքենան է փչացել, հասնում ես, մեկը մի ուրիշ կարիք ունի, մեկը babysitting-ի կարիք ունի, մեկը կարիք ունի իր համար կերակուր տանես։ Եվ փառք Տերոջ, որ ես եկեղեցու մեջ այդ գործերը կատարվում է։ Մի հոգի կարիք ունի իր տունը գնաս նորոգես։ Կարիքներ ամեն ձևի կա։ Ուրեմն այսպես մենք մեր վկայությունը մարդկանց տալիս ենք։ Ոչ թե միայն ավետարան, ինչպես որ համարն ասում է, այլ մեր անձն էլ տալիս ենք դրա համար։ Մի հատ ուսանող կար, որ ստեղ եկել էր, ինքը քրիստոնյա չէր, բայց մի հատ քրիստոնեական ընտանիքի մեջ էր ապրում, եւ վերջին սիրուն վկայություն տվավ։ Ասավ այդ ընկերոջս տունը, որ ես ապրում եմ, ասավ my friend build a bridge of friendship from his heart to mine and Jesus Christ walked across the bridge. Ասում այդ անձնավորությունը, որ քրիստոնյար իր սրտից դեպի իմ սիրտը մի հատ կամուրջ կառուցեց, որ Հիսուս Քրիստոսը դրա վրայից եկավ ներս մտավ իմ սրտի մեջ։ Ինչ գեղեցիկ վկայություն է, որ մարդիկ կարողանան մեր մասին էլ ասել։ Հինգերորդը give credence to their feelings and fears։ Հինգերորդը սա է, որ արժեք տանք նրանց զգացումներին եւ վախերին։ Սիրելիներ, երբ որ մի հոգի գալիս է եկեղեցի, ինչպես որ ասեցի, իմանում եք այս եկեղեցին եւ որը ուրիշ եկեղեցի։ Մի հոգի որ ասում ես արի եկեղեցի, իմանում ես ինչ վախ կա այդ խեղճի վրա։ Եկեղեցի, որտեղ պետք է նստեմ։ Պետք է երբ կայնեմ, երբ նստեմ։ Այդ ամենամեծ վախն է, որ մարդիկ ունեն, որ եկեղեցում չեն մամ, երբ պետք է կայնեն, երբ պետք է նստեն։ Այդպես չի։ Այդ վախը դուք էլ ունեցել եք։ Կամ գնացինք, հիմա ինչ պետք է ասենք։ Պետք է երգենք, չի պետք է երգենք, հետո հետ պետք է երթանք, առաջ կողքից քայլենք, ինչ պետք է անենք։ Մարդիկ առաջի անգամ որ գալիս են մեր եկեղեցի, վախերով են գալիս։ Դու էլ մի բան մի արա բու, որ ավելի շատ վախենա։ Ուրեմն իրան կուրկուրիր, իրան ասա, that's okay, արի միասին նստենք, միասին վեր կանանք, ցույց տուր իրան, լվացարները ցույց տուր, ստեղ որտեղ է վերևը տար, ցածը տար, թող որ զգա որ մի տեղա որ ապահով մի տեղ է, այդքան վախ չունենա։ Երբ որ դու մեկին ասում ես, որ սիրտը տուր Հիսուսին, դու մտածում ես սրտի գործողություն պետք է անի, ինչ պետք է անի, վախենում է։ Մեկ ինչ հանգիստ հետը խոսա, մեկ իր բառերով խոսա, որ կարողանա հասկանա։ Ասում է, եթե կամ եկեղեցին էլ չի պիտի խորոված ուտեն, մարդիկ զարմանալի մտքեր ունեն։ Բա ինչ, բայց հաճույք չկա, այդ ամենը գնաց է, պետք է ինչպես ելնեմ, պետք է ինձ գիշեր ցերեկ աղոթեմ։ Մարդիկ չգիտեն, այդ եկեղեցին բա ինչ տարբերություն ունի առաքելական եկեղեցուց, ձուլվում ենք մենք, ինչ ենք ելնում։ Այդ ամեն վախերով են գալիս մարդիկ, սիրելիներ, բայց մենք իրանց հատեպ այդ իրաց վախերին եւ զգացմունքները չծիծաղենք վրեն, չարհամարենք իրանց, չասենք տկետ ենք։
Մենք էլ ցավակից լինենք, լսենք իրանց, օգնենք իրանց, մենք մեկներս էլ մենք շարակեց այդպես ենք եղել, ուրեմն իրանց վախերը մեր համար արժեք ունենան, շատ զգայուն եղեք, նուրբ ձևի վարվեք, եթե հարցեր ունեն, վախեր ունեն, որպեսզի չփախցնենք Աստծոց իրանց, Հռոմացիս 15:2 ինչպես է ասում, for we must bear the burden of being considerate of the doubts and fears of others. Ասում մեզանից յուրաքանչյուրը պետք է որ հետաքրքրված լինի իր շուրջ եղողներին, մտածելով նրանց բարիքի մասին, նրանց հավատն ամրապնդելով։ Մենք մեր տունից որ դուրս ենք գալիս, արդեն մի քանի շաբաթ է, որ մի հատ փոքր ճնջուղ է, բուն է ծրել, ճիշտ դրան վերևը, այսպես մի տեղ կա, որ ապահով։ Ամեն անգամ որ գալիս ենք մեզ հենց տեսնում ակամ, ստլիկ աչքերով նայում մեզ, մենք էլ ջանանում ենք այն հետևից դուրից երթակ, որ չխանգարենք։ Արդեն վստահ եմ արդեն հավքիթ է դրել, սպասում է տաքացնի, որ այդ հավքիթները մի օրից մի օր այդ ցակուկները դուրս կան հավքիթի մեջից։ Սրելներ, հավքիթը տաքություն է ուզում, հասնել է ուզում, որ հետո այդ ցակուկը դուրս կա։ Դուք տեսել եք հավքիթը չակուճով կոտրել, որ մեջից դուրս կա, ճնջուղը ոչ։ Մենք շատերս այդպես ենք անում, փոխարեն տաքացնենք, տաքություն տանք, ջերմություն տանք, ապահովություն տանք, սերով մոտենանք, չակուճ ձեռներս են, դուր որ դու շուտ ես ապաշխարի, այդպեսով չի, Հիսուսը այդպես չի գործել, հետո որ մենք էլ այդ փափկությունով, սերով պետք է մարդկանց մոտենալ, և վերջինը, expect God to use you, Սրելներ, ամեն այդ որ ես եկեղեցին գալիս եք, եկել եք, եթե մի անգամ եք եկել, առաջի անգամն է եկել եք, չէ? Առաջի անգամն է եկել եք։ Սուրբիրք էլ կյանքներում չեք կարդացել, չեք էլ իմանում 5 տակարան, նոր տակարան ինչա, շատ բաներ չգիտեք։ Մեկ անգամ եկել եք, այս քարոզը լսել եք, Աստված հիմա ձեզ կարող է գործածի։ Որտեւ դուք մեկ քայլ արդեն մի հոգուց առաջ եք։ Հենց այդ։ Կարիք չկա 30 տարի սպասեք, որ շատ մարդկանցից առաջ ընկնեն, որտեղ եթե շատ առաջ ընկեք, ձեր կապը կտրվի մարդկանց հետ։ Հենց մեկ քայլ որ առաջ ես, արդեն դու կարող ես մի օգու օգնես, կարող ես այսօրվա CD-ն մի օգու տաս, ասես, այս ինձանից քեզ նվեր։ Կարող ես ասես, այսօր գնացի եկեղեցին եւ այս լսացի։ Արդեն դու կարող ես ուրիշին օգնես։ So expect God to use you. Պատրաստ տեղի որ Աստված քեզ գործածի։ Ոմանք ասում են եղբայր Սարո, ես շատ Սուրբ Գիրքը լավ չեմ իմանում, համարները գոց չեմ, ինչ լավ։ Որտեղ որոշները որ գոց են, մենակ խոսում են, չեն լսում։ Այդ լավ որ մենք այդքան էլ չենք իմանում, որտեղ մենք չլսենք մարդկանց։ Քաջալերում իհարկե ինչքան կարող եք Սուրբ Գիրքը իմացեք, բայց մի կարծեք ձեր իմանալով է որ մարդկանց կյանքը փոխվում է։ Ձեր լսող ականջ լինելով է, սրտացավ լինելով է։ Եվ այդպեսով կտեսնեք, որ Աստված ժամանակին խոսքը տալիս է։ Հիսուսը Մատթեոս 10:19-ի մեջ ասում է, որ մի հոգս արեք, որ ինչ անենք, որտեղ Սուրբ Հոգին ժամանակին ձեզի կասի, իր աշակերտներին ասել։ Եվ ես համոզված եմ, որ եթե մենք էլ իր աշակերտներ ենք, հավատք ունենք, Աստված ժամանակին տալիս է։ Իհարկե դասարանը գնացեք, ինչ որ ուզում եք արեք, բայց պատրաստ եղեք, որ Աստված ձեզի գործածի։ Եվ վերջի համարը Էսա որ նախքան այդ ինչ պիտի լինի իմ բաժինը։ Այսօր ասում ես եղբայր Սարո ես ինչ եմ կարող անել։ Համարը 2 Կորինթացիս 5 գլուխն է։ Our only goal is to please God, for we must all stand before Christ to be judged. So we try to help people accept the truth. The love of Christ controls us because we know that one died for all. Մեր մենակ ցկտումն է հաճելին էլ Աստծուն։ Ասում է որ Քրիստոսի սերը մեզի ստիպում է որ մի գործ անենք մարդկանց համար։ Եվ մեկ օր մենք կայնելու ենք Քրիստոսի առաջ։ Եվ Հիսուսը կասի որ այդ կյանքը որ ես քեզ տվեցի ինչ արեցիր։ Սիրելիներ, գիտեմ որ ամենը զբաղված է, գիտեմ որ ամեն մեկը ձեր կյանքի հոգսերն ունեք, բայց այսօր ուզում եմ որ ամենը ձեր սրտի մեջ աղոթեք եւ ասեք ով Աստված, ես պատրաստ եմ, ես ինչ եմ կարող անել։ Ես ինչ եմ կարող այս եկեղեցու միջոցով անել։ Դուք մենակ չեք, եթե ուզում եք Աստծո համար գործեք, ձեր նստարանների հետևը մի հատ քարտեր կա։ Մի հատ նայեք այդ քարտերը։ We are praying this dangerous prayer.
the two-word prayer, God, use me. Use me.